անընդհատ դու կախման մեջ ես գործատիրոջից։ Երկու կոպեկ հետ գցել։ Դժգոհ ենք, որ հետ կյանք նա հիմա բաժին։ Այնտեղից արդեն դուրս չես գալիս։ Անօրինական պիտի ջահիճ։ Որոշեցինք խոպանից սկսենք, որպես հին պրոֆեսիա, ոչ միայն մեր համար, շատ հին պրոֆեսիա է, որ թողնում ես մի տեղ, գնում ես ուրիշ տեղ աշխատում ես։ Նովոսիբիրսկում եւ Օմսկում ունեցած հանդիպումներից հետո Արտակը հասկացել է, որ Ռուսաստանում աշխատող հայաստանցիների համար հիմնական երկու խնդիրներն են գրանցումը եւ աշխատանքի թույլատվությունը։ Ամբողջ խնդրը գրանցման հարցն է։ Եթե դու տեղ ճարեցիր, տուն ճարեցիր, որտեղ օֆիցիալնի գրանցվեցիր, վերջ գրանցումից անմիջապես հետո միգրացիոն ծառայությունը քեզ մի տարվա աշխատանքային разрешение 1500 ռուբլի ես մուծում պետական ու ստանում ես։ Փողոցով քայլում ես, միլիցիան կարում ես տնում գրանցման մոմենտով, եղել եմ ամեն դաժե գրանցում են ցույց ես տալիս, իտո էլի դրան չավադալով նորից գումարը պահանջում են, դու գանք 100 ռուբլի, մետրոն, մտնում ես մետրո, ամենայն ազնվությամբ ես, մետրոն մտել, մինչև 200 մանետը չվերցել, չթողես ես տալիս։ Քաղաքում մարդիկ կան, որ արդեն պրոֆեսիոնալ են դա առեցել ու գիտեն, որ գալիս են Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Միջին Ասիայի հանրապետություններից, գալիս են պասպորտ սեղանի մոտ, այդ շենքի դիմաց կանգնում են, գրանցման համար առաջարկում են։ Ես կարամ գրանցեմ ձեզի, տեղ կա գրանցելու, կուզենա գրանցել, համաձայնվում են էլի մարդիկ, 2500 ռուբլին մոտ $100 է, 3 ամսվա համար տալիս են, վերջ գրանցվեցին։ Ծամասնությունը, որ գալիս է մի կերպ ինչ-որ մի հատ գործի փնտրությամբ, իրանք ոչ մի գրանցում էլ չեն անում, ապրում են խախտումներով։ Սարգիսը Նովոսիբիրսկում աշխատող հայերին օգնում է գրանցման եւ աշխատանքի թույլատվության հարցերում։ Ասում է, որ Նովոսիբիրսկում որոշակի վճարի դիմաց հեշտ գրանցում ստանալուն օգնող հատուկ ֆիրմաներ կան։ Ռուսական կրթված հասարակություն հիմնադրամի նախագահ Դիանա Միրոլյուբովան պատմում է, որ իրենք օգնում են Ռուսաստանում աշխատելու համար եկած արտասահմանցիներին։ Ռուսաստանում գրանցվելու դժվարությունների մասին խոսակցությունները նա ուռճացված է համարում։ Մարդիկ չգիտեն, որ կարող են անվճար գրանցվել։ Պետք է միայն մտնել փոստի մոտակա բաժանմունք, դրացնել համապատասխան ձևաթուղթը Ռուսաստան ժամանելու մասին եւ այն ուղարկել միգրացիոն ծառայության ղեկավարի անունով։ Այդ հեռագրի անդորրագիրը փոխարինում է գրանցման վկայականին։ Ուղղակի կա կոռուպցիոն կապ չինովնիկների եւ բիզնեսմենների միջև։ Նրանք հաճախորդներին անտեղյակության մեջ են պահում, խաբում են։ Հաճախ գրանցման եւ աշխատանքի թույլատվության հարցերը աշխատողի փոխարեն լուծում է գործատուն։ Օմսկում շինարարական բիզնեսով զբաղվող Լազար Պողոսյանը պատմում է, որ մեկ չգրանցված աշխատող ունենալու համար ինքը ստիպված է 800,000 ռուբլի, մոտ 10 միլիոն դրամ տուգանք մուծել։ Նա ձգտում է Հայաստանից որակյալ մասնագետներ բերել Օմսկ։ Ավելի լավ կներ, ավելացնելու չէ, որ մեր Հայաստանում պատրաստի կադրերի ուղղակի ավելի հեշտ է։ Որ կան ոչ թե կային որ ասեմ, պրոստո բան որ կարամ աշխատեմ, որ տեղ չունի։ Ավելի լավ է մեխանիզատորներ, էլեկտրիկ լինի, պլոտնիկ լինի, ադելիշնիկ լինի, որ գոնե չես իմ այդ կորոշկա ունենաց եղեմ, որպեսի գրանցման հարցում ավելի հեշտացնի գործը։ Դե ծուն կիկա ախպեր ջան, ծանհատ կիկան, ծանհատ կետան։ Գերդում է նոր մի կյանք, խեղդում մի ցավ, պետք է հարմարվի։ Արտակը պատմում է,
որ Օմսկ եւ Նովոսիբիրսկ քաղաքներում կան բազմաթիվ չգրանցված եւ աշխատանքի իրավունք չունեցող հայաստանցիներ։ Այդպիսիները դժվարությամբ են աշխատանք գտնում։ Գործատերերի մեծ մասը, կարելի ասել լրիվ, աշխատում են խուսափել նման մարդկանց։ Իսկ եթե նման մարդկանց էլ վերցնում են աշխատանքի, եթե գրանցված աշխատողին միջին աշխատավարձը կազմում է մոտ 20-ից 30,000 ռուբլի, $1000-1200, վարպետները մինչև $1500 փող են ստանում, այդ մարդիկ, որոնք նելեգալ են, ոչ գրանցում ունեն, նրանց մոտ $500, 15,000 ռուբլի, 13,000, 12,000 ռուբլիով աշխատացնում են ու հիմնականում աշխատացնում են այն մասերում, նկուղային տարածքներում, ասենք բարձրարկ շենքերի վերևներում։ Անկանոն միգրացիան ինչ է իրանից ներկայացնում։ Եթե մարդը գնում է այնտեղ, առանց ինքը պատրաստված չի գնում, չունի օրինական այդ երկրում գտնվելու օրինական հիմունքները, լինի թե դա աշխատանքային վիզա կամ աշխատանքային պայմանագիր, նա արդեն իրեն հենց ինքը հայտնվում է անկանոն միգրացիայի ոլորտում։ Ինքը չունի ոչ մի պաշտպանվածություն եւ յուրաքանչյուր օր ինքը ապրում է վախով, դեպորտացիայի վախով, ինքը դուրս չի գալիս իր բնակարանից։ Ընտանիքներով հանդիպեցի մոտավորապես Նովոսիբիրսկ քաղաքում մի 15-20 երիտասարդի, որոնք ռոզիսկի հետախուզման մեջ են, բանակի չեն ծառայել Հայաստանում ու մինչև հիմա, ու այդ մարդիկ նույնիսկ պասպորտ էլ չեն կարող ստանալ, որովհետև երբ FSB-ով այդ պասպորտ ստանալուց իրանց գործերը պարտադիր FSB-է պետք է գնա, ընդ հենց տեսնում են, որ ռոզիսկը իրավունք չունեն տալ, ու նախկին խորհրդային այդ կարմիր պասպորտներն է, ու պահկվելով այդ մարդիկ այդպես ապրում են։ Խոպան հողը նոր քաղաքը Տունը թողած նորեկի համար Պետք է պայքարի լինի համար Արտագնա աշխատանքի մեկնած հայերը ապրում են կամ վարձով տներում, կամ էլ գործատուի հատկացրած կացարանում։ Սիբիրյան մեկ այլ քաղաքում, Տոմսկում աշխատող կամ աշխատանք փնտրող այս հայերին գործարար Ռոբերտ Գրիգորյանը տրամադրել է իր գրասենյակի նախկին շենքը, որպես կացարան։ Մեկ մեծ եւ 5 փոքր սենյակներում կարող է մինչև 15 մարդ ապրել։ Գուրգեն Առաքելյանը ընկերոջ հետ 1 ամիս է Տոմսկում է։ Դեռ աշխատանքի չի տեղավորվել։ Առայժմ ապրում են գործատիրոջ հաշվին։ Մեզ տվել էին Ռոբերտի հասցեն։ Նա մեզ շատ լավ վերաբերվեց, ընդունեց, քնելու տեղ տվեց, կերակրում է իր հաշվին։ Նրա օգնությամբ արդեն աշխատանքի իրավունք ունենք, բայց դեռ աշխատանք չկա։ Նա խոստացել է աշխատանք, եթե ինքը լավ պայմանագիր կարողանա կնքել։ Դե եթե իր մոտ չստացվի, ուրիշ տեղ կտեղավորվենք շուտով։ Աշունը պարզ կլինի, թե ինչքան ենք աշխատել։ Դե հույս ունեմ, որ տուն փող կհասցնեմ ու վերադարձի Տոմսի փող էլ կլինի։ Գիտեք, խոպան գնալը մեզ մոտ ավանդական է։ Կանայք էլ արդեն սովորել են։ Մեր կանայք համբերում են։ Նրանք աշխատասեր են։ Նրանք գիտեն, որ իրենց ամուսինները Ռուսաստանում չեն խմում, այս ու այն կողմ չեն գնում, փող են խնայում տան համար։ Իշխանը այս կացարանում ապրողներից ամենաերիտասարդն է։ Սևանցի 24-ամյա տղան առաջին անգամ է մեկնել արտագնա աշխատանքի։ Նա առայժմ փորձնական է այստեղ։ Մեկնելիս հայրս ասաց, որ ուշադիր լինեմ եւ ինձ խելոք պահեմ։ Սիրած աղջիկ ունեմ։ Եկել եմ, որ հարսանիքի համար գումար վաստակեմ, աշնանը գնամ ամուսնանամ։ Քանի դեռ ազատ են, իշխանը ընկերների հետ գործատիրոջ տղայի հարսանիքի DVD-ն է դիտում։ Բայց երբ Ռոբերտ Գրիգորյանի շինարարական ընկերությունը սկսի ասֆալտապատման աշխատանքը, քիչ սրբելու ժամանակ չի մնա։
Առայժմ վերանորոգման թեթև գործեր են ընթանում։ Հայերը մեկնում են աշխատելու, որովհետև մեր երկիրը գեղեցիկ է, բայց աղքատ։ Ոչ նավթ ունենք, ոչ գազ։ Գնելը նույնպես մարտունեցի է։ Նա պատմում է, որ երազել է դերասան դառնալ։ Շինարար է դարձել, բայց դա չի խանգարում նրան բանաստեղծություններ գրել։ Ով լուրջ երկնքի վարեգոտ Աստված, Քրիստոսաբնակ իմ երկրում ապրած ամեն մի հային արժանի դարձրու քո սուրբ հավատքին։ Եղիր գտարած ով ամենազոր, ամենակարող երկնավոր Աստված, վառիր մի փարոս, որ այս ահավոր փոթորկում գտնենք ճամփան փառապանց։ Ռոբերտ Գրիգորյանն ասում է, որ իր ընկերությունը բրատստվո է անվանել ռուս-հայկական եղբայրությունը շեշտելու համար։ Նա հույս ունի, որ այս տարի կկարողանա լավ պայմանագրեր կնքել եւ իր բանվորների համար աշխատանք ապահովել։ Ամռան աշխատում ենք այնքան, քանի դեռ լույս է։ Առավոտը 7-ից մինչև ուշ գիշեր։ Հայ շինարարները Տոմսկում քիչ են, բայց նրանց աշխատանքն այստեղ հարգի է։ Մեր բոլոր աշխատողներին գրանցում ենք, աշխատանքի թույլտվություն ենք ստանում նրանց համար։ Օրենքը չենք խախտում։ Այս տարի ընդամենը 990 մարդ է ենթարկվել վարչական պատասխանատվության, որոնցից 12-ն է հայ։ Ճիշտ է, Տոմսկում գրանցված հայ աշխատողների թիվը մեծ չէ։ Այս տարի 687 օտարերկրացու ենք աշխատանքի իրավունք տվել, նրանցից 12-ն են հայ։ Գործատերը Ռոբերտ Գրիգորյանը ասում է, որ իր բոլոր աշխատողներն էլ աշխատանքի իրավունք եւ աշխատանքային պայմանագիր ունեն։ Աշխատանքային միգրացիան Հայաստանից 2005-2007 թվականներին հետազոտության համաձայն Ռուսաստանում աշխատող հայերի միայն 10%-ն է, որ գործատուի հետ գրավոր պայմանագիր ունի։ Օմսկի եւ Նովոսիբիրսկի հայ գործատերերն ասել են, որ աշխատողների հետ պայմանագրեր ունեն կնքած։ Ճիշտ է, գործող պայմանագիր արտաքին ցույց չեն տվել։ Փորձեցի ասենց կարամ ես մի մարդու պայմանագրի օրինակ տեսնեմ, բուգալտերը ստեղ չէ, աշվեպահը, էդի չգիտես որտեղ է, էդի եթե սպասեք, հետո կգաք ցույց կտանք։ Ես ասում եմ, փողը ոնց եք դու ստանում, ինչ որ վեդեմստներ, բաներ ստորագրում եք, ասում եմ, չէ։ Պրծավ ամիսը պրծավ, ասենք փոտրաչին գալիս է, էսի քո 30000, էսի քո 25000 էձև է։ Առանց պայմանագրի աշխատելու պայմաններում ռիսկը շատ մեծ է, որ դու կարող ես ընկնել շահագործման մեջ, դու կարող ես չվարձատրվել քո աշխատանքի համար եւ դու չգիտես քո պարտականությունները եւ քո իրավունքները։ Աշխատանքային թրաֆիկին կոչված հենց այդ մասայի համար է, որովհետեւ ասենք ասում է 15000 եմ խոսացել այս գործը անելու։ Կարող է գործը վերջացնի, 15 էր խոսացել, այդ գործատերը կգա, շատ ասեցին, շատ այդ միգրանտների մեծ մասը, ասին որ գալիս են, ասենք ասում են, էսի լավ չես արել, էսի էզև չես արել, էսի էզև պետք է անեիր, դու դրա համար 15000 չեմ տալիս, սրա համար տալիս եմ։ Ընդհանուր ասել է, եղել է գործեր են կարել, որ չեն տվել, փող ընդհանրապես չեն տվել, որովհետև ասել են, էզև չէ, ինչ եք արել, էսի դուք ավիրել եք։ Քանի որ իրենք էլ նելեգալ են, իրենք ոչ մի փաստաթուղթ չունեն, բողոքելու հիմք տեղ չունեն։ Պատկերացնում ես նելեգալը ում գնա դիմի, միլիցիայություն դիմի, դատախազություն դիմի։ Պետք է պայքարի լինի Մարդիկ չգիտեն, որ կարող են անվճար գրանցվել։ Պետք է միայն մտնել փոստի մոտակա բաժանմունք, լրացնել համապատասխան ձևաթուղթը Ռուսաստան ժամանելու մասին եւ այն ուղարկել միգրացիոն ծառայության ղեկավարի անունով։